Բարելույս առաջին ծրագիրը սկսեց իր աշխատանք ATV ուղիղ եթերում եւ սիրով տաղավարից ձեզ ողջունում են Սուրեն ու Սոնան, պատրաստ լինելով այս մոտակա 2 ժամը միասին անցկացնել։ Շատ բարելույս ելի հեռուստադիտողներ, այո, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում, մենք սիրով ողջունում ենք ձեզ եւ առաջարկում ենք հարմար տեղավորվել էկրանների առջեւ եւ մեզ հետ միասին ունենալ լավ առավոտ։ Այո, այսօր արդեն ապրիլի 8-ն է եւ դա նշանակում է, որ մայրության ու գեղեցկության տոնը սկսվեց ու կշարունակվի եւս 1 տարի։ Դա շատ կարեւոր է, որովհետեւ յուրաքանչյուր օր պետք է ողջունել ու ժպիտներ տալ մայրերին, գեղեցիկ սեռի եւ իհարկե նվիրել բարի ուրախ առավոտներ, ինչն էլ մենք փորձելու ենք անել մեր ողջ թիմի հետ միասին։ Այո, այսօր ապրիլի 8-ն է, օրը 3 շաբթի եւ քանի որ պատմության էջերը թերթեցինք եւ ինչ որ ուշագրաբաներ չգտանք, պետք է խոսենք ավելի կարևորի մասին, որ օրը պետք է սկսել ժպիտով, քանի որ կա հետաքրքիր ասացվածք, ինչպես օրը սկսես, այնպես էլ այն կավարտվի եւ այս ամենին գումարենք մի փոքրիկ շատ կարևոր կետ, դա շնորհակալ լինելու կարողությունն է, որը մեր օրերում շատ կարծում եմ ավելի թերացել է, կամ մարդիկ ավելի քիչ են ուշադրություն դարձնում, այո։ Երկու բառ կա, որ շատ դժվար է արտաբերվում, դա շնորհակալությունն է եւ ներողությունը, բայց ասում են ուժեղը այն մարդը, ով կարողանում է շատ հեշտ ասել շնորհակալություն եւ շատ հեշտ նաեւ ներողություն խնդրել, եթե գիտակցում է իր սխալները, սրանք շատ կարեւոր են։ Այնպես որ փորձեք լինել այդ ուժեղ մարդկանցից մեկը հենց նաեւ դուք եւ հենց այդպես էլ սկսեք օրը առավոտյան զարթնելով ասեք շնորհակալություն բնության Աստծուն, ով տվեց մեզ այս առավոտը եւ արևոտ ու պայծառ, չնայած դրսում անպամած է, բայց միևնույն նույնիսկ ամպերի ետևում կա արև։ Պարզապես պետք է տեսնել այդ արևը, զգալ նրա ջերմությունը եւ ժպիտը, չէ՞։ Այո, եւ երախտապարտ լինելը իսկապես շատ կարեւոր է եւ փորձենք մեր միջի փոքրիկ լույսը գտնենք եւ տարածենք աշխարհում եւ եթե ցանկանում եք որևէ տեղ, որևէ վիդեոյի մեկնաբանությունում ինչ որ վատ բան գրել, 1 րոպե սպասեք, մի հատ մտածեք, ինչ է դա ձեզ տալիս, նոր որոշում կայացնեք, անեք դա թե ոչ։ Այո, վատը ասելը միշտ էլ շատ հեշտ է, շատ դժվար է լավ բանն ասելը եւ ներկայացնելը։ Թող տեղերով փոխվեն եւ շատ հեշտ լինի միշտ լավ բանն ասելը, դա շատ կարեւոր է։ Ցավոք սրտի հիմա չեմ կարող շատ լավ բաներ ասել մայրաքաղաքի փողոցների հետ կապված, որտեղ խցանումներ կան, նույնիսկ վթար կա եւ վթարը Գրիգոր Լուսավորիչ փողոցում է, եթե չեմ սխալվում, իսկ ես ոնց որ թե չեմ սխալվում։ Այո, այնպես որ այստեղ իջնող հատվածում արդեն վթար կա եւ այս վթարով էլ պայմանավորված է խիստ խցանումը երկկողմանի, Պարոնյան փողոցում ներողություն, Աթենքի փողոցում արդեն նկատվում է որոշակի խցանումներ եւ իհարկե փոքրիկ խցանումներ կան տեղ-տեղ նաեւ մայրաքաղաքի կենտրոնական հատվածում, սրանք երևի ավելի կապված են լուսացույցի առկայությամբ։ Բարեկամություն մետրոյի հարևանությամբ ինչպես միշտ կա խցանում դեպի Բաղրամյան իջնող հատվածը նույնպես Օրբելի եղբայրներում էլ տեղ-տեղ եւ իհարկե Կոմիտասի պողոտայում Վաղաշ-Վաղաշյան փողոցում եւս ունենք խցանումներ։ Խցանումներ կան Սարալանջի որոշ լանջերում այս պայդրությամբ Միասնիկյանը տեղ-տեղ իջնող հատվածում կա խցանում եւ երևի թե այսքանը տեսնենք երրորդ մասի հատվածում Իսակով պողոտայում նույնպես որոշակի խցանումներ կան, այո, երրորդ մասում նույնպես Գարեգին Նժդե փողոցում երկկողմանի խցանում կա այս պահին, բայց հուսանք, որ կամաց կթեթևանա դա, իսկ ամենակարևորը, որ խցանումներ չլինեն փողոցում, այլ թող լինեն խոհանոցում, որտեղ համեղ բաներ են պատրաստվում միշտ։ Այո, ողջունենք մեր շատ սիրելի Ադրինեին ու ծանոթանանք օրվա Բաղադրատոմսի հետ։ Ադրինե, բարի լույս։ Բարի լույս սիրելիներս, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին սիրելիներս, ողջունում եմ ձեզ, եղանակին չնայեք, մի փոքր այսօր մռայլ է եղանակը, մի փոքր այսպես չգիտեմ, քամի է, թե ցուրտ է, ես անձամբ չեմ կարողam դեռ ձմեռային հագուստից հրաժարվել, բայց ավելի լավ է մենք փորձենք մեր առողջությանը հետևել, այո, ինչու ոչ, թող մի փոքր մեր հագուստը տաք լինի, բայց այս քամիներից, այս վիրուսներից զերծ մնանք, այնպես որ հետևեք ձեր առողջությանը, իսկ առողջությանը առաջին հերթին նպաստում է բնականաբար այն համեղ նախաճաշը, ինչի մասին մշտապես մենք միասին խոսում ենք, հացը, պանիրը, կարագը, մեղրը, մուրաբան, շատ համեղ, այսպիսի ուրեմն մթերքներով սկսեք ձեր առավոտը, իսկ հետո օրը շարունակենք ավելի այսպես հագեցնող ուտելիքներով, հագեցնող կերակուրով։ Այսօր այդպիսի մի ուտելիք եմ առաջարկելու, այսինքն կերակրի տեսակ եմ առաջարկելու, որը շատ հագեցնող է իմիջիայլոց, որովհետև այստեղ պարունակում են շատ թե կատնամթերք, եւ թե խմորային վիճակներ, եւ թե կանաչեղեն, եւ ասեմ թե ինչ ենք այսօր պատրաստելու։ Այսօր պատրաստում ենք պաստայի տարբերակ։
Եվ այստեղ ես ունեմ այն խխունջի տարբերակը, ահա, խնդրեմ, նույնիսկ կարող եմ այստեղ դնել, որ ավելի մոտիկից տեսնեք, թե ինչի մասին է խոսքը, այս գեղեցիկ խխունջատիպ մակարոնը, պաստայի տարբերակը, որը դեռ խաշելու ենք, ինքը շատ այսպես ուրճելու է, մեծանալու է եւ շատ հետաքրքիր տեսք է ստանալու։ Եվ իհարկե հավելումները արդեն կազմված են հետեւյալ բաղադրիչներից։ Ես պատրաստելու եմ սոուսի մեջ մենք լցնելու ենք սպանախ, ունեմ կարմիր սպանախի տեսակը, կարմիր սպանախ, այսինքն պոչիկները մի փոքր կարմիր են եւ ավելի մատղաշ սպանախ է, ահա եթե հնարավորություն կա մեր հեռուստադիտողը տեսնի թե ինչպիսի տեսք ունի, ասեմ որ մեծ խանութներում այն վաճառվում է, հանգիստ կարող եք ձեռք բերել եւ իմիջիալոց շատ ավելի այսպես մաքուր, այսինքն լվանալի սելը զգում ես, որ ինչքան մաքուր կանաչի է եւ իհարկե շարունակությունը։ Այստեղ ունենք սունկ, ունենք լոլիկի չիր, այս բոլորը պետք է կտրատենք, տապակենք եւ կատնամթերք օգտագործենք։ Թթվասեր ենք օգտագործելու, կաթ ենք օգտագործելու, մի փոքր մեծ ալյուր է պետք լինելու։ Այստեղ ունեմ կատնաշորային նաեւ պանիր, որը էլի խառնուրդ ենք սարքելու եւ օգտագործենք մեր պաստայի մեջ եւ ամենավերջում իհարկե պանիր։ Բաղադրիչները շատ են սիրելիներս, ինչպես տեսակ, մի քանի տարբերակներ գուցե շփոթվեցիք, բայց հերթականությամբ կգնանք առաջ եւ ցեզ ամեն բան པարզ կլինի։ Հիմա առաջին հերթին մենք սկսենք ուրեմն միջուկի պատրաստումը, իսկ դրա համար մեզ բնականաբար թավա է պետք, յուղ է պետք օգտագործել։ Ես էլ հագնեմ գոգնոցս եւ անցնենք առաջ։ Մենք այս բոլոր բաղադրիչները կտապակենք, այնուհետև արդեն կպատրաստենք մեր սոուսը։ Ես ընթացքում կառանձնացնեմ, թե սոուսի մթերքները որոնք են, միջուկի մթերքները որոնք են, ու այսպես հերթականությամբ կգնանք առաջ, որպեսզի ձեզ համար ամեն բան པարզ լինի։ Ես կվերեմ մեր խորը եւ մեծ թավան, այսպես, շատ զգուշությամբ կլցնենք յուղը եւ կսկսենք տապակել մեր սպանախը։ Ես իմիջիալոց չեմ ուրեմն խաշելու, հենց մի անգամից թավայի մեջ այն շատ արագ կտապակվի եւ իհարկե կստանա իր համապատասխան տեսքը։ Ինչու, որովհետև սովորաբար սիրելիներս գիտեք, սպանախը այնպես է, որ շատ արագ է ինքը փափկում, շատ արագ հյութ է արտադրում, դրա համար անհրաժեշտություն չկա եւս մեկ անգամ հավելյալ անգամ ուրեմն խաշել այն, որպեսզի վիտամիններն էլ մնան իր մեջ ու օգտակարությունը մնա իր մեջ, այսպես ասած։ Մի փոքր էլ հալած յուղ կառաջարկեմ ձեզ, ահա, եւ անցնենք առաջ։ Շատ այսպես նուրբ են, ես նույնիսկ ափսոսում եմ դանակ դիպչի այս կանաչիներին, հենց ձեռքով այսպես կմանրացնեմ եւ կլցնեմ մեր յուղի մեջ։ Շատ մատղաշ եւ նուրբ կանաչի է, ափսոսում եմ այսպես ասած։ Իհարկե կրակը պետք է մի փոքր ցածր պահել, մինչև տապակվի այն։ Ես հուսով եմ այս ընթացքը դուք առիթից կօգտվեք եւ կպատրաստեք այն նախաճաշը, որի մասին խոսեցինք, եւ իհարկե ընթացիկ չեք փոխի ալիքը կմնաք մեզ հետ։ Այսպես։ Եվ իհարկե ես ոնց հասկացա Ժորժ ջան, այս մի քիչ խանգարում է մեզ բոլորիս։ Ադրինե, Ջան։ դու այսօր շատ համով բան ես պատրաստում, Այո։ չնայած դու միշտ ես համով բաներ պատրաստում, բայց այսօր ոնց որ հատուկ ինձ համար ես պատրաստում, այնպես որ վաու։ Ինչ լավ է, ես սիրում եմ սպանախ, ես սիրում եմ պաստա, ես սիրում եմ այս առավոտյան համեղ բաները, մի խոսքով
Ապես Այո, շնորհակալ։ ես մեծ սիրով Սուրեն ջան եւ ես հասկանում եմ, որ օրվա ընթացքում մեզ այնուամենայնիվ հատկապես ճաշի ժամին մեզ շատ անհրաժեշտ է այսպես հագեցնող սնունդ, դրանք կլինեն կալորիաներով հարուստ, դրանք կլինեն, չգիտեմ, կալցիով հարուստ, ինչ յուրաքանչյուր վիտամինով հարուստ որևիցե ուտելիք մեզ անպայման օրվա ճաշի ժամին անհրաժեշտ է։ Դա ուրիշ հարց է, որ երեկոյան ուզում ենք թեթև սնվել կամ շատ մարդիկ ուզում են ընդհանրապես սնվել։ Այո, դա դիմացը համառ է եւ այդ սեզոնն է գալիս, երբ պետք է մի քիչ նաև հետեւել կազմվածքին, դա շատ կարևոր է, իսկ այս պայն Ադրինե, եթե ամեն ինչ ասած կարող ենք ունենալ դադար։ Մենք կարող ենք ունենալ դադար, բայց մինչ այդ երկու բառ։ Իհարկե, ուղղակի երկու բառ։ Ես հենց հիմա կջրքամ եմ մեր սունկը, որը պետք է կտրատեմ իհարկե։ Ահա, ես հատուկ այստեղ ինձ օգնական ամանը միշտ իմ կողքին է։ Մենք օգտագործում ենք մարինացված սունկը, սիրելիներս, դուք ցանկության դեպքում բնականաբար թարմ տարբերակը կարող եք օգտագործել։ Սա կմնա մի կողմում, ես կկտրատեմ եւ իհարկե մարինացված լոլիկի չիրը, որը ես պետք է իմիջիալոց թրջեմ եռման ջրով, կլցնեմ մի ամանի մեջ եւ իհարկե անպայման այն կթրջեմ, այստեղ ունեմ եռացրած ջուր, կփափկի, այնուհետև կկտրատենք այս բոլորը եւ կլցնենք մեր սպանախի վրա։ Այո, այս պահին կարելի է ունենալ դադար։ Հետո արդեն վերադառնանք, շարունակենք, տեսնենք ինչ ընթացք է ստանում։ Այո, դրսում մի քիչ մռայլ է, բայց դա ոչինչ չի հուշում, դա պարզապես ասում է, որ սա պարզապես գարուն է եւ ավելի կոնկրետ պարվի ուլեր հասկացողությունը։ Ինչին մենք պետք է այսպես համբերատար սպասենք, մինչև ամպերի հետևից դուրս կգա երկար սպասված արևը եւ կշողա բոլորիս համար։ Իսկ երեկոյան արդեն, որpիսի այս ամենը ցրեք եւ շատ խիստ լարված աշխատանքային օրվանից հետո փորձեք ընկերների կամ հարազատների հետ անցկացնել, ապա ձեզ օգնելու է Էջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող հրաշալի տեսականին, հատկապես բրիզը, վարդագույն փրփրուն գինին, որը հաստատ բարձր կպայի ձեր երեկոյան տրամադրությունը։ Եվ գինու հետ չմոռանաք պանիրների մասին, ինչպես նաև առավոտը շատ օգտակար է կաթնամթերք օգտագործելով սկսել։ Անարատ կաթից պատրաստված կաթնամթերք եւ պանիրների մեծ տեսականի առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Եվ չմոռանանք, որ եթե առավոտից սկսած դուք էլ հոգ եք տանում ձեր ընտանիքի մասին եւ մտածում շատ համեղ նախաճաշ պատրաստեք եւ օրվա ընթացքում նաեւ համեղ ճաշիկներ, ապա ձեզ օգնության կհասնի Tramontina-ն, բրազիլական բրենդ, որը հաստատ արդեն իսկ Հայաստանում լայն ճանաչում ձեռք բերելով դարձել է տնային տնտեսությունների համար լավագույն օգնականը։ Ասեմ, որ Tramontina-ի ներկայացող ապրանքատեսակի վրա չեն հավաքվում թունավոր բակտերիաներ շնորհիվ հատուկ ծածկույթի։ Ահա, այն ամեն ինչ դու ասացիր, հենց հիմա մեր խոհանոցում կիրառվում է եւ դանակի խրթ-խրթոցի ձայնը հասնում է նաեւ մեզ։ Տեղափոխվենք խոհանոց եւ տեսնենք, թե մեր շատ սիրելի Ադրինեն ինչ փուլում է։ Ադրինե, շնորհակալ եմ սիրելիներս, այո, իսկապես ես օգտագործում եմ այս հրաշալի խոհանոցային պարագաները Tramontina բրազիլական բրենդի կողմից եւ հավատացնում եմ, անկեղծ ժողովուրդ ջան, հավատացեք, անկեղծ եմ ասում, շատ թե հարմար են եւ թե շատ այսպես արդյունավետ է իրենց աշխատանքը։ Նույն դանակները, որոնք մշտապես տանտիկիների խոհանոցում պետք է լինեն սուր դանակներ, դա շատ կարևոր է։ Այս պահով էլ եմ անկեղծ ասում, որ այո, եթե դանակը սուր է լինում, յուրաքանչյուր բան շատ հեշտությամբ է տրվում խոհանոցում։ Էնպես որ խորհուրդ եմ տալիս, եթե հնարավորություն կա, գնացեք ձեռք բերեք այս հրաշք սպասքի պարագաները, խոհանոցային պարագաները եւ օգտագործեք, հաստատ չեք փոշմանի։ Ես երեք այստեղ պատրաստեցի նրբաբլիթ մեր թավաներով, այսինքն Tramontina-ի առաջարկած թավայով եւ հավատացնում եմ, այնքան հեշտությամբ ստացվեց, այնքան գեղեցիկ բլիթները արագ եփվեցին, որ էլ ասելու չի։ Իսկ նրբաբլիթներ պատրաստելու համար հաստատ բոլորս ուզում ենք մեկ հարմարավետ թավա ունենալ։ Սա շատ կարեւոր է։ Էնպես որ խորհուրդ եմ տալիս։ Եվ ասեմ, որ այսօրվա ուտեստը պատրաստելու համար մեզ պետք է ուրեմն կարմիր սպանախ եմ ընտրել ես, սակայն դա պարտադիր պայման չէ, սիրելիներս, կարող եք սովորական առօրյայում օգտագործվող սպանախից օգտագործել, բայց սա շատ հետաքրքիր եւ գեղեցիկ կլինի։ Այն շատ մարմանդ կրակի վրա թողել եմ, ինքն իրեն այսպես կտապակվի, մինչ ես սունկը ուրեմն
կավելացնեմ սպանախի վրա։ Այստեղ ասեմ, որ օգտագործում եմ մարինացված սունկ, ահա բավականին մանր եմ այն կտրատել։ Այս պարագայում սիրելիներս, քանի որ ունենք շատ բազմապիսի բաղադրիչներ, մենք պետք է այսպես հերթականությամբ կատարենք մեր աշխատանքը եւ այս պահին ես միջուկի պատրաստումն եմ ուրեմն առաջ գցում, գործի եմ դրել, միջուկի համար մեզ պետք է սպանաղ, սունկ եւ իհարկե լոլիկի ճիր, որը արդեն եռացրած ջրի մեջ է, որպեսզի փափկի։ Ահա, ավելացնում ենք սունկը սպանախի վրա, խնդրեմ, այսպես ավելացնեմ նաև սունկը, մի քիչ երևի թե կրակը կբարձրացնեմ, որպեսզի մեր արդեն այդ եփման process-ը արագանա։ Այստեղ ես ունեմ հարմարավետ նաև բահիկներ այսպիսի, այսպես, արդեն կարելի է նաև խառնելու process-ը սկսել, ինչու ոչ, ահա, թող մնա այսպես և իհարկե կտրատենք լոլիկի ճիրը։ Բավականին փափկել է արդեն, սիրելիներս, լոլիկի ճիրը շատ համեղ է, շատ օգտակար է, ինչպես ամռանը թարմ վիճակում ընդհանրապես լոլիկը շատ օգտակար է, ջրի տարբերակն էլ շատ եւս օգտակար է, այնպես որ խորհուրդ եմ տալիս երբեմն այն օգտագործել։ Կերակուրների մեջ, աղցանների մեջ այն շատ վիտամին է պարունակում իր մեջ եւ հատկապես որ արևի տակ է չորացված, մեր պարագայում ասեմ ավելին, որ գեղեցիկ համեմունքներով այն մարինացված է յուղի մեջ, դա շատ ավելի արդյունավետ եւ հետաքրքիր է, այնպես որ կարող եք նաեւ ձեռք բերել այս տարբերակը, իսկ մեր տարբերակը Իջևանի գինու եւ պահածոների գործարանի առաջարկն է։ Այսպես, այս մի քանի լոլիկն էլ կտրատենք եւ իհարկե տեղափոխենք մեր մնացած բաղադրիչների վրա։ Ես ասեմ, որ մենք պաստայի տարբերակ ենք պատրաստում, եթե կան հեռուստադիտողներ, որ հենց այս պահին միացան մեզ, մենք խխունջի տարբերակն ենք ընտրել պաստայի եւ այս միջուկը պատրաստելու եմ, լցոնեմ խաշված պաստայի մեջ, այդ խխունջիկների մեջ եւ իհարկե շատ համեղ սոուս ենք պատրաստելու, որպեսզի տեղադրենք այս բոլոր համեղությունները այդ սոուսի մեջ։ Մի խոսքով process է, ասեմ, որ մի փոքր աշխատատար է, այնպես չի, որ շատ արագությամբ կարելի է պատրաստել այս ամենը, սակայն կարծում եմ 30-ից 35 րոպեում այս բոլորը կարելի է իմի բերել, արդեն պատրաստի վիճակում մատուցել։ Եթե այսպես միանման կանգնեք խոհանոցում եւ արագ ձեր աշխատանքը կատարեք, հավատացնում եմ 30-ից 35 րոպեում այն պատրաստ կլինի։ Պարզապես ձեռքի տակ պետք է ունենալ համապատասխան արդեն բաղադրիչները։ Իմիջիայլոց, սա քանի որ մարինացված հյութն է եռման ջրի մեջ, ես կարող եմ թողնել մի անկյունում, որպեսզի հետո, եթե անհրաժեշտություն լինի սոուսի մեջ ինչ-որ հյութ ավելացնել, հեղուկ ավելացնել, ապա կարող ենք ավելի օգտակար հեղուկ ավելացնել։ Այսպես։ Արդեն լոլիկն էլ է պատրաստ, ինձ կմնա միայն տեղափոխել թավայի մեջ։ Իհարկե պետք է մի փոքր ջանք թափել եւ շատ մանր կտրատել, որպեսզի տեղավորվի մեր, այսպես ասած, խխունջիկների մեջ։ Այնպես որ սա էլ է ժամանակ խլում, սիրելիներս, բայց ոչինչ։ Համեղ սնվելու համար ամեն ինչ պետք է անել։ Այսպես։ Ես տախտակը մաքրեմ եւ իհարկե սկսենք տապակել մեր համեղ բանջարեղենները։ Բնականաբար ես համեմունքներ եմ օգտագործելու, սիրելիներս, այնպես չի, որ զերծ ենք մնալու համեմունքներից, աղը, պղպեղները, ողջույն, այո, գունագեղ թավա։ Գեղեցիկ է։
Ինչ արեցինք եւ ինչ ենք անելու։ Ահա ես արդեն հերոստատողներին պատմել եմ, թե ինչ ենք արել, հիմա պետք է ավելացնել համեմունքներ, ահա մենք աղ ենք ավելացնում, իհարկե շատ զգուշությամբ, որովհետև դեռ սոուսի մեջ էլ պետք է աղ ավելացնենք, պաստան խաշվելուց պետք է աղ ավելացնենք, այնպես որ այստեղ պրոցեսներ ունենք անցնելու։ Մի փոքր ավելացնում ենք բնականաբար սև պղպեղ եւ իհարկե կարմիր պղպեղ։ Ու ես մի փոքր այսպես չարություն կանեմ, սխտորի փոշիկ ավելացնեմ։ Մշտապես խորհուրդ եմ տալիս սխտորի փոշի չօգտագործել։ Ընդհանրապես, չգիտեմ ինչու, բոլորը խորհուրդ են, հատկապես շեֆ խոհարարները այսպես դեմ են սխտորի փոշին շատ դեմ են եւ կիտրոնաթթվին են շատ դեմ, դե որովհետեւ ասում են մի տեսակ քիմիական տարրերը ավելի շատ են դրանց մեջ։ Իհարկե շատ քիչ կօգտագործենք եւ շատ հազվադեպ ենք օգտագործում, ես չեմ կարծում, որ որևիցե շատ ծանր էսպիսի խնդիրներ կլինի այստեղ, պարզապես, ահա մի փոքր ավելացնենք, բայց դուք իհարկե սիրելիներս թարմ սխտոր օգտագործեք, ինչը նաև այս շրջանում էլի շատ կարևոր է, որովհետև դեռ այս անցման շրջանը իր, այսպես ասած, հետևանքները թողնում է առողջության վրա, այնպես որ զգուշ է պետք լինել, հատկապես ճնշում ունեցող մարդիկ, այն մարդիկ, ովքեր ճնշում ունեն, այս սեզոնը շատ վտանգավոր է եւ ճնշման տատանումներ են լինում, սիրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց համար բարդություններ են լինում, այնպես որ մթերքով էլ կարելի է այդ ամենը բալանսավորել, ոչ թե առողջացնել, այլ պարզապես բալանսի մեջ պահել։ Ահա, մեր միջուկը պատրաստվում է, ես այս ընթացքում մեր խխունջիկները կխաշեմ, սիրելիներս, որպիսի այս համեղ ուրեմն բանջարեղենները լցոնենք մեր խխունջների մեջ, բայց մինչ այդ նաև պետք է ավելացնենք մեր կատնաշոռային պանիրը, բայց սա ավելի ուշ մի փոքր տապակվելուց հետո նոր կավելացնենք այն եւ կլցոնենք։ Եթե հիմա դեռ process-ի մեջ մենք կարող ենք ունենալ դաթար։ Այո, կարող ենք ունենալ դաթար, հետո միանանք ու շարունակենք այս մեր մեծ գործը։ Այնպես որ հետևեք մեր ծրագրին, հիմա կարճ դաթար կլինի, հետո կողջունենք մեր հյուրերին, այնուհետև կվերադառնանք խոհանոց։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ մի շատ հետաքրքիր նախաձեռնության մասին ենք խոսելու։ Ժամանակակից բիբլիոթերապիա տերմինն առաջացել է 1916 թվականին, իսկ 20-րդ դարի կեսերին այն սկսել է գործածվել ամենուր եւ մուտք գործել բառարաններ։ Բիբլիոթերապևտիկ ընթերցանություններ Երևանում ապրիլի 11-ին։ Այս ամենի մասին ավելի մանրամասն մեր հյուրերի հետ։ Իսկ մեր հյուրերն են դերասան Արմեն Մարգարյանը եւ նախագծի եղինակ Գայանե Խաչատրյանը, բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս, լավ, դուք ոնց եք։ Մենք շատ լավ ենք, չնայած եղանակը մի քիչ դեմ այդ ամեն ինչին, բայց միևնույն է, էլի անձրևը կենսարար ուժ տալիս մեզ, բայց խոսենք նաև հիմա այն հետաքրքիր գաղափարի մասին, նախագծի, որը ներկայացնում ենք բիբլիոթերապիա։ Հետաքրքիր է, ինչ է ներկայացնում իրենից։ Ինչպես դուք նշեցիք, հասկացողությունը շատ վաղուց է առաջացել, բայց երևույթը բիբլիոթերապիայի որպես հոգեբանական ուղղություն ինքը իր զարգացումը շատ ավելի հետո է, այսպես ասած, սկսել։ Իրականում բիբլիոթերապիան, եթե փորձենք ոնց որ սահմանում տալ, որ մարդկանց համար հասկանալի լինի, հանդիսանում է հոգեբանական ուղղություն, ավելի կոնկրետ արտ-թերապիայի ուղղություն է հանդիսանում, որտեղ գիրքը, մասնավորապես բառը եւ տեքստը հանդիսանում են միջոց մարդու հոգեկան ապրումները նախ բացահայտելու, հաջորդիվ արդեն հասկանալու եւ դրանց հետ աշխատելու համար։ Այս ուղղությունը որպես մասնագետ ինձ իրականում սկզբում շատ անհասկանալի էր, երևի այդ անհասկանալիությունը ինձ մոտ ցանկություն առաջացրեց ուսումնասիրել եւ հասկանալ ինչ է բովանդակությունը, ու քանի որ ինքս էլ շատ սիրում էի ընթերցել, ոչ միայն մասնագիտական գրքեր, այլ նաեւ հենց գեղարվեստական գրականություն, հասկացա, որ այդ հետաքրքրասիրությունը եւ իհարկե սերը դեպի գրքերը կարան ոչ միայն ինձ օգտակար լինեն, այլ նաև մարդկանց ու դրա կողքին կարեն միտքը, որ ինչու Հայաստանում չունենանք նախ ուղղությունը որպես առանձին, գործող կայուն ինչ որ կառույց ու հաջորդիվ ունենանք արդեն նախագծեր կամ միջոցառումների շրջանակներ, որտեղ հնարավոր կլինի մարդկանց համար հասանելի դարձնել
տեքստը, գրականությունը եւ նաեւ հոգեբանական թերապևտիկ մասը։ Ուղղակի այստեղ շատ կարևոր է նշել, որ իրականում բիբլիոթերապիան հենց ընթերցանության այս ֆորմատով, հա, որի մասին մենք այսօր խոսելու ենք, ընթերցանության երեկոների, որպես այդպիսին մենք չունենք մոդելի օրինակ, որը ես որպես մասնագետ վերցրել եմ եւ փորձել եմ մեզ մոտ ադապտացնել։ Այդ ամենը ոնց որ իմ մասնագիտական աշխատանքի արդյունքն է եղել, որտեղ մասնագիտական որ մասնագիտություն հոգեբանական, այո, ես մասնագիտությամբ հոգեբան, հոգեթերապևտ եմ, այսինքն փորձել եմ այն սկզբունքները, որոնք կան հոգեբանության մեջ, եւ այն մեթոդները, որոնք կան բիբլիոթերապիայում, համատեղել եւ ստանալ մի երեկոյի ֆորմատ, որտեղ հնարավոր կլինի լսել ստեղծագործություններ, մեր երեկոները հիմնված են բանաստեղծությունների վրա, մասնավորապես պոեզիայի վրա, եւ բոլոր բանաստեղծությունները իրենք ունեն, այսպես ասած, թերապևտիկ դետալներ եւ հենց այդ դետալներն են ապահովում, որ մարդիկ, երբ որ լսում են բանաստեղծությունները, իրենք շատ հավանական է, որ ծանոթ են այդ բանաստեղծություններին, իրենք ընթերցում են, իրենք այդ գրողների մասին շատ վաղուց գիտեն, բայց իրենք այդ տեքստերին, այդ կողմից չեն նայում հաճախ ու նախագծի հենց նպատակը այն է, որ ներառելով արվեստագետներին, իրենց այսպես ասած դերասանական տաղանդը օգտագործելով հոգեբանական սկզբունքները, հա, այսինքն ձայնը նաև ձայնը ոչ, հենց ամենակարևորը։ Այստեղ գիտեք ոնց որ արվեստագետների հետ որ մենք քննարկում ենք նախագծում երկու արվեստագետ ունենք Արմենը Մարգարյան եւ Սաթենիկը իրենց հետ երբ որ ես ներկայացնում եմ ոնց պետք է իրենք ընթերցեն այդպիսի ֆորմատ չկար ու չկար նաեւ այնպիսի մի ոնց որ նախապատրաստված ձև, որով պետք է իրենք կարդան, այսինքն իրենց համար շատ պետք է երեկոն լինի սպոնտան, այսինքն իրենք պետք է ընթերցեն տեքստը ու զուգահեռ հետևեն իրենց հետ ինչա կատարվում, այն ինչ մենք հոգեբանության մեջ օգտագործում ենք, այսինքն օգտագործում ենք շատ հաճախ ուղղակի այստեղ եւ հիմա զգալ մարդուն ու ըստ զգացողության իրեն հարց տալ կամ լռել, անպայման չի հարց տանք Այս մասով Արմենը կարծում ավելի անմիջական նշի ինչա կատարվում, երբ որ հենց ես ընթացքի մասին կարող եմ ասել։ Այո, ընթացքում ինչա կատարվում, երբ որ տեքստը կարդում են ու այդ զգացողությունները դաշտում, հա, հանդիսատես չէ այս դեպքում, հա, ընթերցող, ունկնդիր, կամ ինչպես մենք ենք անվանում, սիրելի դու։ Ստեղծում է ի վերջո մի անմիջական միջավայր, որտեղ թվում է թե կան, այսինքն այդ բաժանարար գծերը, հա, ընթերցող եւ ունկնդիր, բայց ի վերջո մեր գերնպատակը հենց դա է եւ դա ստացվում է, մենք փորձել ենք եւ ստացվել է, որ ստեղծում է անմիջական միջավայր, որտեղ չկան որևէ բաժանարար գծեր, բոլորը հավասար են եւ բոլորը խոսում են մի բանից, սիրուց կամ իրենց ուզող ցանկացած մի խնդրից։ Այսինքն տեքստերը, որ ինչ բանաստեղծություններ եք ընտրել, ինչ ֆորմատ է, ինչ տեքստեր են։ Այո, քանի որ բանաստեղծությունները, առհասարակ ստեղծագործությունները ես ինքս փորձում եմ ինքնուրույն որոնել ու ինձ համար շատ մի քանի կարևոր կետեր կային այդ ընտրության մեջ, հա, ընտրել ոչ թե այն հեղինակներին, որոնք շատ տարածված են կամ որոնք շատ մեզ համար ճակերտավոր ասած լավն են, այլ ընտրել այն բանաստեղծությունները ու այն հեղինակներին, որոնք մարդկանց մոտ կարող են առաջացնել որոշակի հուզական վիճակ, հա, այս ընտրության մեջ մեծ դեր է խաղացել իմ նախասիրությունները, հա, գրականության դաշտում ու երեկոյի ընթացքում հիմնականում մի քանի հեղինակներ են ընդգրկել, դրանցից առաջինը Թոմաս Էլիոտն է, ծագումով ամերիկացի, հա, գրող, բայց հետագայում տեղափոխվել է Անգլիա ու ավելի հայտնի է որպես անգլիացի ստեղծագործող, Բրոդսկի, Բուկովսկի, հիմնականում ոնց որ իրենք, այո, Սալինաս, ոնց որ իրենք զգացողությունը
իրար հետ կապ չունեն, բայց երբ որ դուք բայց տողատակերը ուսումնասիրելով այդ զգացական մասը դուրս բերելով հասկանում ենք, որ իրականում բոլոր մարդկանց գրողներին նույնպես բնորոշ է ցավոտ կողմը, ինչ որ ձև վիրավորված կողմը ու հաճախ իրենք հենց այդ ցավից են խոսում։ Ու նույնը երբ որ մարդը գնում է հոգեբանի մոտ, այս վերջես իմ այցելունից մեկը զանգահարել էր, ասեց տխուր եմ էլի, ասեցի իստված լավ եք, ասեց իսկ որ լավ են լինում ձեզ զանգահարում են։ Ու նույնը մենք մեր երեկոների ընթացքում այդ միտքն ենք ուզում փոխանցենք, որ տխրությունը, վիշտը շատ մարդկային է ու տեքստերում էլ հաճախ մենք երբ որ գրախանութ ենք գնում, հա, կամ ինչ որ գիրք ենք վերցնում, հետո եթե փորձենք ներհայեցողություն անել, կտեսնենք, որ այդ գրքերը մեր մասին են։ Մենք հաստատ կամ եթե ինչ որ ռեֆերենտ անձախորհուրդ տալիս կարևորություն ունի։ Յուրաքանչյուր ամուսա պետք է ապրվի, ոչ թե ներս կուտակվի, այլ պետք է բաց թողել։ Ինձ հետաքրքիր է ընթացքի մասին ասացիք, որ կարդում եք ինքը ինչ որ ձևով ձեզ վրա եւս ներազդեցություն ունենում է, թե դա բացարձակապես մասնագիտորեն աշխատանք է, որից հետո գուցե էմոցիաներ են գալիս։ Գիտեք, եթե ասեմ, որ որևէ ազդեցություն չի թողնում, կստեմ։ Միանշանակ թողնում է, որովհետև դու գործ ունես լսարանի հետ, լսարանը բազմազան է, լսարանն ունի իր խնդիրները, դու կարդում ես քո խնդիրներով, չէ՞ որ դու ես վերջին հաշվով մարդ, արվեստագետից բացի։ Եվ այդ հուզական աշխարհը կարծես մեկտեղվում է, դու քո հույզերն արտահայտելով այդ ընթերցանության մեջ կարողանում ես արթնացնել նրանց գուցե ինչ որ մի անկյունում թաքցրած հույզերի մասին։ Մենք օրինակ ընթացքում ունենք նաև, չգիտեմ դրա մասին չենք ասել, մենք ունենք նաև յուղամատիտներ մեզ մոտ եւ առաջարկում ենք ունկնդրին, օրինակ, երբ որ նրանք ինչ որ բան են պատկերացնում, նրանք պատկերավոր թեկուզ դա լինի որևէ գծեր, թեկուզ դա լինի ինչ որ նկար, որը նրանց այդ ընթերցանության ժամանակ նրանք կուղղորդվեն եւ գուցե ինչ որ ցանկություն առաջանա ինչ որ բաներ թողնել։ Մենք առաջարկում ենք եւ նաեւ որպես հումոր, ասում եմ, կարող եք վերջում այդ նկարները պահել ձեզ, դուք իրանք են տնօրինում ինչ անեն նկարների հետ, կամ գուցե նվիրեք ինձ օրինակ։ Եւ շատ հետաքրքիր է, մենք հետո սկսում ենք քննարկել թե այդ նկարները, թե այդ զգացողությունները, որոնք կարողացել ենք առաջացնել ունկնդրի մեջ։ Շատ, ասում եմ, շատ անմիջական մթնոլորտ է ստեղծվում, որտեղ չկան ունկնդիր եւ ընթերցող գոյություն չունի, բոլորը հավասար են։ Դիալոգի մեջ են մտնում։ Այո, երկխոսություն է կատարվում։ Եվ ինձ հետաքրքիր է կներես, ինչ տարիքի մարդիկ են գալիս, երիտասարդներ, մեծահասակներ, երկու տարիքներ։ Ձեր հարցը իրականում շատ տեղին հարց է, մարդկանց համար ոնց որ հաճախ անհասկանալի է։ Մեր ստեղծագործությունները, ինչպես նշեցի, ավելի ուղղված են չափահաս մարդկանց, հա, կա հեքիաթի օգնությամբ թերապիա, սա այլ աշխատանք է, որով մենք այս բանին դեռ չենք զբաղվում։ Մեր երեկոները հենց մեծահասակների համար են ու ինչպես Արմենը նշեց, շատ անմիջականությունը ներկա է երեկոյի ընթացքում ու այստեղ շատ կարևոր է նշել, որ մենք մեծ քանակությամբ մարդկանց համար երեկոն չենք անում, այ խոսքումս մի քանի անգամ նկատում եմ, որ նշում եմ հենց թերապևտիկ կողմը, դա այն է, որ մենք ունենք միջավայր, որը շատ համապատասխանեցված է հոգեբանական միջավայրին, այսինքն աթոռները երևի հաճախ մենք տեսնում ենք ֆիլմերում շրջանաձև դրվում են, հոգեբանը խոսում է, հարցեր է տալիս, նույն սկզբունքով երեկոյի ընթացքում շրջանաձև աթոռները դրվում են, մոտավոր քանակը 20 հոգու համար է նախատեսված, այստեղ քանակն էլ է կարևոր, այսինքն մենք չենք կարող ընդգրկել մեծ լսարան, որովհետև մեծ լսարանի դեպքում կորում է հուզական մտերմությունը։ Կոնտակտն է կորում, այո։ Իսկ այս ֆորմատում հնարավոր է դառնում ու առաջի մասում երեկոն այսպես է կառուցվում։ Առաջի մասում դերասանները ընթերցում են ու Արմենը, որ նշում այդ յուղամատիտներով աշխատանքը, հենց սկզբից արդեն մեկնարկը տրվում է, որ դուք կարող եք աշխատել, հա, անհրաժեշտ բառականերով։ Երկրորդ մասում արդեն երբ որ ավարտվում է, այստեղ որպես մասնագետ ես ներկա եմ լինում ու քննարկում ենք մարդկանց հույզերը։
երեկոն այնպես է, որ փորձել եմ պահպանել բոլոր հոգեբանական սկզբունքները, այսինքն այստեղ չենք այնպիսի հարցեր տալիս շատ մարդկանց, իհարկե չեն կարող կանխել ինչ կարա մարդու ներսում տեղի ունենա, բայց շատ կարևոր է գիտակցել, որ մենք հոգեթերապիա չենք անում։ Ինքս երբ որ փորձում էի հասկացությունը, հա, բիբլիոթերապիայի, այսպես ասած, Հայաստանում ադապտացնել, ես հասկացա, որ մարդկանց մոտ նույնիսկ բառն է ինքը անորոշություն ստեղծում, ուստի կարևոր է, որ մենք այդ միտքը փոխանցենք, որ 1 ժամում, 2 ժամում հնարավոր չի անգամ շատ լուրջ գրքի օգնությամբ մարդուն օգնել, բայց հնարավոր է մարդու մոտ առաջացնել ցանկությունը աշխատել իր խնդրի հետ, ծանոթանալ լավ հեղինակների, լավը ես ասում եմ ու գիտեմ, որ իրականում դա շատ անհատական է։ Այո։ Ուստի Չէ, բայց ձեր ընտրած հեղինակները իրոք լավն են։ Այո, մենք առաջիկայում նախատեսում ենք նաև մեր հայ ժամանակակից գրողների հետ էլ միանշանակ անդրադառնալ, անպայմանորեն իրենց հետ։ Սա կլինի նաև հանրայնացման ինչ որ մեր ժամանակակից հեղինակների հանրայնացման միջոց կլինի նաև։ Մեկ տեղում ենք հոգեբանությունը, գրականությունը հանրայնացնելը հայ հեղինակների Շատ լավ գործ եք իրականում նախաձեռնում եւ Աստված էս ամենը լինի շարունակական եւ անընդհատ, որովհետեւ մենք մի փոքր երբ որ լսում ենք, հա, հոգեբանական թերապիա, մի քիչ գնում ենք այդ, բա մենք հո գիշ չենք որ գնանք այդտեղ նստենք ինչ որ բան անենք, դա դրա հետ մյուսի հետ ոչ մի կապ չունի։ Հոգեբանը դա հոգեբույժը չէ։ Այնպես որ շնորհակալություն ձեզ, որ այսպեսի նախագիծ եք արել եւ ուզում ենք ձեզ մաղթել հաջողություն։ Արդեն հենց առաջինին, հա, որը կլինի շուտով, արդեն երբ որ կավարտվի, դուք թիմով երևի թե նշելու առիթ կունենաք եւ հաջողություն մաղթելու, որտեղ այդ ամենը համոզված եմ, այնպեսի մարդկանց եք ընտրել, որ հաջողությամբ կպսակվի։ Ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի Ռոզե Սափորգինին, որը մի քիչ հոգեթերապևտիկ ազդեցություն կունենա ձեզ համար։ Եվ ուզում եմ նվիրել Տրամոնտինա բրազիլական բրենդը, որը ներկայացնում է Հայաստանում խոհանոցային պարագաներ, համոզված եմ, որ հիանալի եք պատրաստում եւ հոգեբանորեն տրամադրում եք ձեզ խոհանոցում ներկա գտնել շատ հաճախ։ Այս պարագաները ունեն հատուկ ծածկույթ, որոնք իրենց վրա չեն վերցնում թունավոր բակտերիաները։ Սա այնպես շատ կարևոր է եւ քանի որ հոգեբան եք, իսկ Արմենը շատ տաղանդավոր դերասան, ում հետ մենք միասին խաղացել ենք բեմում, ես համոզված եմ, որ գիտեք բառի ուժը, ինչքան կարևոր է խոսքի ուժը։ Եվ իհարկե այստեղ իմ ձեռքում արև բացիկներն են, որոնց վրա հայտնի տողերն են, կամ երգերից, կամ մեր սիրված բանաստեղծություններից, ցանկ նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Ուզում եմ ձեզ նվիրել 2 բացիկ։ Առաջինը մորը սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծերն է, մեծերու անգին, Շիրազի խոսքերն են, իսկ երկրորդը Դուրյան դու ծաղիկ ես բույրով ես հարուստ, դու արև ես լույսով ես հարուստ, իմ սրտի մեջ ուրն առաջին սիրո իմ երազն ես երազանքը քո։ Սա ձեզ դուք արդեն որոշեք որն եք ուզում։ Այնպես որ շնորհակալություն ձեզ, որ այս առավոտ մեզ հետ եք եւ մաղթենք ձեզ հաջողություն։ Այո, մեծ հաջողություն։ Սա էլ փոխանցեք Սաթիկին։ Անպայման։ Շնորհակալություն։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Եվս մեկ անգամ բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող անձրև է, մենք գիտենք դրա մասին, որ անձրև է գալիս, բայց մեր տրամադրությունը չենք գցում, որովհետև շատ հաճելի է եւ օդը շատ մաքուր է, ինչը շատ կարեւոր է։ Այո, անձրևները Գառնաշրջանում շատ կարեւոր են, թե մեր բնությանը, թե մեր առողջությանը եւ թե ընդհանրապես շրջակ պատող ամբողջ տարածքին, այսպես ասած։ Հիմա անցնենք առաջ եւ ներկայացնեմ, թե ինչ եմ արել մինչ այս պահը։ Սիրելիներս հիշում եք, մենք պատրաստում ենք պաստայի տարբերակ, որը պետք է լցոնենք հետաքրքիր միջուկով, իսկ միջուկը բաղկացած է սպանախից, կարմիր սպանախ եմ ընտրել, սպանախից, սնկից եւ լոլիկի ջրից։ Մենք այստեղ պետք է ավելացնենք կատնաշորային, ուրեմն պանիրը, էլի խանութից շատ հեշտությամբ կարող եք այն գտնել, վստահ եմ ծանոթ եք, թե ինչի մասին է խոսքը, եւ այս ընթացքում սիրելիներս ասեմ, որ մեր պաստայի այս խխունջիկները մենք արդեն խաշել ենք, ես արդեն խաշեցի եւ հիմա պետք է այն լցոնենք։ Այսպես, առաջին հերթին խառնենք այս միջուկին մեր կատնաշորային պանիրը, այսպես,
Համեմել ենք սև եւ կարմիր պղպեղներով մի փոքր սխտորի փոշի եմ այստեղ արել եւ աղ սիրելիներս, եթե հիշում եք, եթե մեզ հետ եք եղել այդ ընթացքում, ապա տեսել եք, որ համեմունքներից ընդամենը այդքանն եմ օգտագործել։ Ես ձեզ խորհուրդ կտամ իհարկե սխտորի փոշու փոխարեն օգտագործել մաքուր բնական սխտոր։ Դա ավելի օգտակար է եւ ավելի համեղ։ Ահա տեսեք, որքան համեղ այնպես անուշ է բուրում, անկեղծ եմ ասում։ Շատ լավ միախառնվեց կարծում եմ, հիմա ճիշտ ժամանակն է լցոնելու մեր խխունջիկները։ Սիրելիներս, այստեղ ուզում եմ մի այսպես հուշում անել, եթե կան մարդիկ, ովքեր դեռ պահքի շրջանում են, այսինքն պահք են պահում եւ դեռ չենք ավարտել այս շրջանը, խորհուրդ կտամ ձեռք բերել պաստայի այն տարբերակը, որը հավքիթ չի պարունակում իր մեջ, որովհետեւ մենք գիտենք, որ պաստայի տարբերակները պատրաստման եղանակը այնպես է, որոշակի ուրեմն տեսակներ ունեն հավքիթի պարունակություն։ Դուք ընտրեք ամենապարզը, ալյուրով միայն ջրով պատրաստված տարբերակը, միջուկը պատրաստեք միայն համապատասխան օրինակ մթերքներով, այսօրվա մթերքներով առանց այս կատնաշորային ուրեմն պանրի եւ սոուսն էլ կարող եք պարզապես բուսայուղով տապակել, այդպիսի կամ լոլիկի հյութով տապակել ու այդպես վայելել, այսինքն պահքի համար էլ շատ լավ տարբերակ է բացառելով կատնամթերքը։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս էլի այս համադրությունը անել առանց կատնամթերքի։ Շատ համեղ է ստացվում։ Մի օր խոստանում եմ միասին կպատրաստենք լոլիկի հյութով։ Նույն համարյա կարելի է բաղադրիչները օգտագործել, պարզապես լոլիկի հյութի մեջ այս ամենը պատրաստել։ Այնպես որ մեկ օր եւս այդպիսի անդրադարձ կունենանք։ Հիմա սկսենք լցոնել մեր միջուկները։ Այս թավան ես դեռ թողել եմ, որովհետև մեզ սոուսի համար է պետք։ Հիմա անցնենք առաջ եւ իհարկե լցոնենք մեր գեղեցիկ խխունջները։ Ողջույն սիրելիս։ Եկել եմ օգնեմ լցոնելու հարցում։ Շատ բարի։ Իրենք շատ գեղեցիկ են։ Ահա։ Կարծում եմ շատ այսպես իրենց հետ աշխատել շատ հետ եւ համահունչ են մեր անձրևի հետ։ Ես պատկերացնում եմ վերջում ինչքան գեղեցիկ են ստացվելու քո ձեռքի աշխատանքից հետո։ Դու կարող ես ինձ հետ, եթե ցանկություն ունես միասին, այո, փոքրիկ գթալով ավելի հարմար կլինի։ Այո, վերցնենք գթալը եւ փորձենք այսպես տեսնենք թե ոնց կստացվի։ Ահա, այսպիսի տեսնում ես սոն, այ այսպես։ Պետք է պարզապես միջուկը լցոնենք խխունջիկների մեջ։ Շատ հեշտ է, Ժորժ ջան, որից է հարց չկա։ Իմիջիայլոց եթե լինի այնպիսի միջուկ, եթե շատ ավելի խյուսի վերածած լինի, կարելի է հատուկ հրուշակագործները ունեն տոպրակներ, տորտերի կրեմները լցոնելու համար։ Լցնում եք այդ տոպրակի մեջ եւ պարզապես շատ հեշտությամբ խխունջիկների մեջ եք լցնում, շատ հեշտ է ստացվում, եթե ցանկություն ունեք, այդպես էլ կարող եք անել։ Շատ ձեռքից փախչում են խխունջիկները։ Այո, դե բնականաբար խաշված են եւ այդ խմորային վիճակը արդեն ստացված է դրա համար, բայց այն շատ հեշտ է։ Շատ եւ հաճելի։ Եվ հաճելի, այո, շատ թերապևտիկ այսպիսի մոտեցում է սա նայեք։ Թերապևտիկ առավոտ է։ Այո։ Որևիցե հարց չկա, որևիցե հարց չկա, որովհետև այո, կարող է այդպես։ Մենք շարունակենք այս գործընթացը իհարկե, առաջարկում հիմա կարճատև դադար ունենանք, բայց հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։ Մնացեք։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ քանի որ եղանակը շատ վատն է, հատկապես այսօր պետք է հետևել մեր առողջությանը եւ զբաղվել առողջ ապրելակերպով։ Այո, առողջ ապրելակերպը շատ կարևոր է, հատկապես հենց նմանատիպ եղանակների ժամանակ ավելի ամրապնդում է իմունիտետը։ Շատերին ասում են, որ մարզասրահ չեն կարողանում գնալ, որովհետև մի քիչ այդ ծանրությունները բարձրացնելը կամ առողջական որոշակի խնդիրների հետ կապված չեն կարողանում կամ պարզապես չեն սիրում հենց այդ տեսակը։ Բայց համոզված եմ, որ բոլորի մոտ միանշանակ ամենակարևորը դա լողն է։ Եվ շատերը նույնիսկ եթե չեն էլ ուզում, ապա սիրով գնում են լողի, որովհետև մի տեսակ նախ շատ ծանր աշխատանքից հետո դա մի քիչ թեթևացնում է լարվածություն անում եւ երկրորդ մարզում է բոլոր մկանները։ Այս բոլոր հարցերին կպատասխանի հենց ինքը մարզիչը Hills սպորտային համալիրում։
Ողջույն։ Առավոտը Hills-ի շրջանակներում ես նորից Hills սպորտային համալիրում եմ։ Ճիշտ է, այստեղ գտնվում է բացօթյա շքեղ լողավազանը, բայց դեռ շուտ է, քանի որ եղանակային պայմանները դեռ թույլ չեն տալիս։ Ասեմ, որ Hills սպորտային համալիրը ունի նաև փակ լողավազան, որտեղ հիմա պիտի գնանք եւ մարզչի Սուրենի հետ միասին փորձենք հասկանալ, թե որոնք են ավելի առանձնահատկությունները լողի հետ կապված, սովորելու հետ կապված, ջրի վախի հանդեպ ունեցած այդ ֆոբիան։ Մի խոսքով, շատ լայն հարցազրույց կանցկացնենք մարզիչի հետ եւ իհարկե կհասկանանք, թե կարևոր փաստերն ու հանգամանքները որն են, որպեսզի կարողանանք գալ Hills եւ իհարկե զբաղվել լողով։ Նախ ամենակարևորը, որ լողը ունի շատ օգտակար հատկություններ մարդկանց համար, որ իրանց օգնում է բարելավել իրանց իմունային համակարգը, սիրտանոթային խնդիրները, լավացնում է իրանց օրգանիզմի կազմվածքի վիճակը ընդհանուր առմամբ։ Շատ օգտակար է երեխաների ու մեծահասակների ու առողջական խնդիրներ ունեցողների համար։ Լողը հիմնականում եւ բուժում է եւ նպաստում է, որպեսզի շատ մարդիկ, թե փոքր, թե մեծ հասակում գտնվող առողջական խնդիրներ ունեցողները հիմնականում օգնում է, որ մարդիկ կարողանան զարգացնել իրենց առողջական վիճակը, որպեսզի ավելի ամրակազմ լինեն, իսկ հիմնականում ունենում ենք օրինակ շատ խնդիր մեջքի հետ կապված խնդիր ունեցողներ, որոնք որ տարբեր բուժումների են հաճախում են տարբեր տեղեր, որոնք իրենց օգնում է, որպեսզի ավելի առողջ լինեն, իսկ լողը իր տեսակով օգնում է, որպեսզի կարողանան օրինակ ուղղելկեցվածքը, մեջքի խնդրով, նևրոզ օրինակ ներվերի հետ կապված խնդիր ունեցողներին է շատ օգնում։ Ջուրը առհասարակ իր հատկությունը ինչը որ ունի, մարդկանց օգնում է թե հոգեպես, թե ֆիզիկապես ավելի լավ առողջական վիճակի հասնեն ու բարելավեն իրենց օրգանիզմը։ Հիմնականում առավոտյան ավելի լավ է մարզվել, որտեղ մարմինը որ արթնանում է, այդ ժամանակ ավելի հեշտ է, որ ինքը կարողանում է ֆիզիկական ակտիվություններ դրսևորել, բայց քանի որ մենք ապրում ենք այնպես պայմաններում, որ շատ մարդիկ հիմնականում իրենց գործերի ու առօրյա կյանքի չեն համապատասխանեցնում, օրինակ երեկոյան շատ մարդիկ լինում է, որ գալիս են օրինակ լիցքաթափվելու, մի քիչ լողում են, մի քանի 100 մետր, օրինակ դրանից հետո իրանք ավելի բարելավում են իրենց ու ոնց որ ավելի ռելաքս է ստացվում իրանց համար ու իրանց օրը ստացվում է, էլի ավելի կայացած է լինում իրանց օրվա ավարտը։ Մենք ունենք տարեկան փաթեթներ, որը գործում է բոլորի համար, ունենք մանկական խմբեր, որը հիմնականում լինում է ժամը 3-ից 8-ը։ Այդ ժամանակ կարող են հաճախել նաև մեծերը, որ նրանց համար մենք առանձին հատկացնում ենք 1 կամ 2 լողուղիակ առանձին, որպեսզի իրանք լողան։ Այդ ժամանակ լինում են մեծահասակներ, որ գալիս են առանձին անհատական մարզումների, որ ավելի լավացնեն իրենց լողային ունակությունները։ Ու այդ նշված ժամերին հիմնականում ստեղ մանկական խմբեր են, որ այդ խմբերին կցված են մարզիչներ, որոնք ավելի հմուտ ու պրոֆեսիոնալ ձևով աշխատում են մանկական խմբերի հետ, որ մեր սերունդը ոնց որ ավելի լավ մեծանա, ավելի կոփված լինի, որը որ շատ կարևոր է ու հիմնականում մեր մոտ ու Hills-ում չէ ընդհանուր առմամբ Հայաստանում շատ մեծ է այն միֆն ու այն խնդիրը, որ ձմռանը հիմնականում երեխեքին չեն բերում լողի, որ իրանք չմրսեն, չհիվանդանան, բայց այդ ամենա ոնց որ այն կոպիտ սխալն է, որ գործում են։ Ճիշտ է, ցուրտ է, մի քիչ ավելի դժվար է, բայց ձմռանը լողի հաճախելով ավելի շատ ու ավելի լավ են կոփում երեխաները ու ավելի առողջ են մեծանում։ Մենք ունենք մանկական խմբեր, այդ մանկական խմբերը լինում են տարբեր տարիքայինների, 3-ից 6, 6-ից մինչև 10, 10-ից 14 մանկական խմբերը լինում են սենց իրանց հետ աշխատում է մեկ մարզիչ, երբ որ երեխաները արդեն ավելի բարելավում են իրանց այդ մարզական կարողությունները, քիչ-քիչ գնում են առաջ ու հասնում են դեպի պրոֆեսիոնալ խմբեր, ստեղծվում է Hills-ի հավաքական, որը ունենք այս պահին, ու այդ հավաքականի մեջ ներգրավում են այն երեխաները, որոնք մասնակցում են մրցումների ու Hills-ը ներկայացնում են տարբեր առաջնություններում, Հայաստանի առաջնություններում, մեծահասակների մանկապատանեկան առաջնություններում ու տարբեր ակումբային բաց առաջնություններում, որտեղ որ մենք այս պահին հանդես էլ գալիս ենք։ Մենք Hills-ում ունենք 11 մարզիչ ու բոլոր մարզիչները մեր մոտ իսկույն ինստիտուտ ավարտված են, մեր մոտ խմբակային մարզիչներ կան, անհատական մարզիչներ կան, հիմնականում բոլոր մարզիչները աշխատում են խմբակային պարապմունքների հետ, ունենում են փոքր եւ մեծ խմբեր, կախված իրենց կարողություններից, կան նաեւ մարզիչներ, որոնք աշխատում են մենակ անհատական պարապմունքներով, այսինքն մենակ անհատական պարապում են թե մեծերի, թե փոքրերի հետ առանձին։ Հիմնականում աշխատում ենք այնպես անենք, որ հնարավորինս շուտ հաղթահարենք այդ վախը։ Շատ մարդիկ եղել են, նույնիսկ շատ մեծահասակ մարդիկ ա եղել, մոտավորապես մի 70 տարեկան, որ ինքը հաղթահարել է մի ամսվա մեջ, այդ տարիքում օրինակ տենց հաղթահարելը շատ դժվար է ստացվում, բայց եղել է օրինակ ջահել մարդիկ, որ մի քիչ ավելի ուշ է ստացվել, բայց հնարավորինս անում ենք ամեն ինչ,
թե մարզիչը իր հետ ջուրն է մտնում, թե առանձին վերևից է աշխատում տարբեր ձևերով իր հետ, որ ինքը հնարավորինս շուտ վախը հաղթահարի, փորձում ենք այնց անենք, ինչքան հնարավոր է շուտ սովորացնենք ու ավելի պրոֆեսիոնալ ու ավելի գրագետ։ Մեզ մոտ հիմնականում այդ մանկական խմբերից հետո ժամը 8-ից հետո ստեղ անջատվում է լույսերը, ու մի քիչ ավելի մութ վիճակ է ստացվում, թեթև լուսավորությամբ, որը որ ավելի հաճելի է դարձնում լողավազանը կոնկրետ այդ մարդկանց համար։ Լողավազանին կից ունենք ջակուզի, որտեղ մարդիկ կարան հանգստանան լրիվ։ Կից հատվածում ունենք սաունա, որը էլի օգնում է, որ ավելի մարմինը թուլանա երեկոյան օրվա կատարած աշխատանքից հետո։ Ու սաունա, ջակուզի, լողավազան, այս բոլորը ոնց որ մեկ տեղում հաճելի երաժշտության ներքո ու մի քիչ ավելի թույլ լուսավորության ներքո կարծում եմ այդ լավ պայմաններ է, որպեսզի կարողանա ռելաքս լինի մարդ իր օրվա առօրյայից հետո։ Դե ինչպես հասկացանք, Հիլ սպորտային համալիրում մարզիչները որակյալ ու շատ պրոֆեսիոնալ են եւ կարողանում են ճիշտ ուղղորդել։ Այնպես որ շնորհակալություն մարզչին Սուրենին ճիշտ ուղղորդումների համար։ Դուք էլ ընտրեք արդեն ձեզ համար ավելի հարմար ժամանակահատվածը եւ համեցեք Հիլ սպորտային համալիր լողավազան։ Մի քիչ թեթևանալու, մկանները զարգացնելու եւ լարվածությունը ամբողջությամբ դուրս հանելու համար։ Այո, շատ կարևոր է իհարկե մարմինը սովորեցնել մարզումներին եւ հատկապես հենց լողին, որովհետեւ հենց ինչպես մարզիչն ասաց, լողի ժամանակ բոլոր մկանները մարմնի աշխատում են, որովհետեւ հենց ջրի ճնշումից ելնելով արդեն մարմնի բոլոր մկանները սկսում են աշխատել, դա շատ կարևոր է, այնպես որ եթե մարզասրահ գնալու այդքան շատ ժամանակ չունեք կամ պարզապես սեր չունեք, ապա լողավազան այցելելու համար հաստատ սերը կա եւ առավել եւս որ մարզումների հետ մեկտեղ նաեւ թուլացնում են նյարդերը։ Այո, մարզվելը կարևոր է շատ, նաեւ շատ կարևոր է առավոտյան նախաճաշելը, իսկ այսօր մեր շատ սիրելի Ադրինեն շատ յուրահատուկ բաղադրատոմս է առաջարկում, այնպես որ հենց հիմա տեղափոխվենք խոհանոց եւ տեսնենք թե նա ինչ փուլում է։ Ադրինե, Շնորհակալ եմ Սոնա ջան եւ բարի առավոտ եւս մեկ անգամ Սոնայից հատուկ շնորհակալություն, որովհետեւ բավականին ինձ օգնեց այս գեղեցիկ խխունջները լցոնեցինք միասին։ Ես հիմա մի փոքր էլ կպատմեմ սրա մասին եւ կանցնենք առաջ։ Սիրելիներս, այսօր առաջարկել եմ պաստայի տարբերակ, որը յուրահատուկ ձևի է, խխունջի տարբերակն է, այն խաշեցինք եւ միջուկով լցոնեցինք։ Իսկ միջուկը բաղկացած էր սպանախից, սնկից եւ լոլիկի չրից։ Իհարկե միախառնեցինք որպես սոուս կատնաշորային պանրով եւ այն լցոնեցինք։ Ահա տեսեք որքան գեղեցիկ է նրանք։ Եվ հիմա պետք է սոուսը պատրաստենք եւ իհարկե գնանք առաջ շարունակությունը արդեն միասին։ Հիմա ես թավան պետք է տաքացնեմ, այստեղ հալեցնեմ մի փոքր կարակ, հատկապես այս սոուսը բնականաբար կարագի կարիք է զգում, շատ այսպես լավ կլինի, որ այն կարագով պատրաստենք, մի փոքր էլ բուսայուղ կավելացնեմ, որպեսզի կարագը չայրվի։ Տադամ։ Նորից ողջույն Շատ սիրելի։ Ողջույն։ Շատ գեղեցիկ է արդեն ստացվել, դեռ Քո ձեռքը գործիք շնորհքն է, է, սիրելիս։ ես ընդհանրապես երկու հատ օգնել եմ, բայց իսկապես դեռ գործիքն է, բայց արդեն շատ հյութեղ, համեղ տեսք ունեն։ Շատ։ Եվ ես տեսնում եմ դու այդտեղ արդեն տապակման process-ն ես։ Այո, սիրելիս, հիմա կսկսենք կարագը հալեցնել եւ այստեղ կավելացնենք շատ այսպես էլի հավես լավ մթերքներ, բաղադրիչներ, որոնցով պետք է պատրաստենք սոուսը։ Համարյա բեշամել սոուս ենք պատրաստելու։ Իհարկե բեշամելը շատ լավ է, որ այս սերուցքով է պատրաստվում, այսպես շատ բարձր յուղայնությամբ, բայց ոչինչ, մենք էլ կարող ենք ստանալ այդ համեղ սոուսը եւ այսպես գնալ առաջ։ Քիչ յուղայնությամբ, բայց Այո, ինչու ոչ։ ես յուղից վախենում եմ շատ։ Յուղից պետք չէ վախենալ, պետք է պարզապես չափաբաժինը ճիշտ անել, այո, ճիշտ օգտագործել, հատկապես եթե կարագ ենք օգտագործում կամ հալած յուղ, ինչպես մենք ունենք, իմիջիալոց նշենք, որ այսօրվա բոլոր բաղադրիչները էլի մեր գործընկերների առաջարկն է, հատկապես կատնամթերքը, թե պանիր ունենք, թե կատնաշորային պանիր ունենք, թե թթվասեր ունենք, կաթ ունենք, հալած յուղ ենք օգտագործել, մի խոսքով բազմապիսի, Այո, Էլոլա ապրանքանիշն է ներկայացնում անարատ կաթից պատրաստված կաթնամթերք պանիրների լայն տեսականի, ինչպես Ադրինեն արդեն նշեց, այսօրվա բաղադրատոմսի 60-ից 70%-ը ապահովում է հենց Էլոլա ապրանքանիշը, այնպես որ ձեռք բերեք եւ սնվեք շատ օգտակար, շատ առողջարար, որովհետեւ հատկապես մեր օրերում դա շատ կարեւոր է։
Այո, շատ ճիշտ ես ասում, եւ ես այստեղ ուզում եմ օգտագործել նաեւ Տրամոնտինա ապրանքանիշի օգնությամբ, այո, ապրանքատեսականի դետալը, այնպես որ սա բրազիլական ապրանքանիշ է, հայտնի է ամբողջ աշխարհում իր բարձր որակի համար, հասանելի է նաև հայ սպառողին, կարող է գտնել սիրելի հեռուստադիտողներ լավագույն սուպերմարկետներում, Տրամոնտինայի ամբողջ ապրանքատեսականին ներկայացված է եւ սա իհարկե կթեթևացնի եւ ավելի հաճելի կդարձնի ձեր գործը խոհանոցում։ Շատ ճիշտ ես։ Ես ինչպես միշտ այսօր եւս կնշեմ, որ այստեղ ինչ որ ունեմ, օգտագործում եմ Տրամոնտինայի ապրանքատեսակից եւ իհարկե շատ ինձ դուր է գալիս։ Ահա տապակեցինք կարագի մեջ մեր մի փոքր ալյուրը, համարյա 1 ճաշի գտալ սիրելիներս ալյուր։ Եվ այստեղ ավելացնում ենք շատ զգուշությամբ կաթը։ Սոն, կխնդրեմ դու քիչ ավելացնես, որպեսզի ես արագ խառնեմ այն։ Այո, որպեսզի հարենք ամբողջությամբ ալյուրը։ Ահա, մի փոքր էլ ավելացրու։ Շատ լավ է, ընտիր, շնորհակալ եմ քեզ։ Հենց զգանք, որ կարիք կա, սիրելիներս, այո, անպայման էլի կավելացնենք։ Այստեղ պետք է ավելացնենք նաև աղ, սև պղպեղ եւ մի փոքր էլ սխտորի փոշի։ Այո, համեմունքները արդեն առանձնացված են։ Եվ ես այստեղ տեսնում եմ նաև մեր մյուս գործընկերոջ պահածոներից Իջևանի գինու գործարանի պահածոները, որոնք շատ մեծ տեսականի են ներկայացնում, ահա դուք ձեր էկրանային սիրելի հեռուստադիտողներ այս պահին տեսնում եք շատ փոքրիկ հատվածը, որովհետև այս շատ հայտնի բրենդը ունի պահածոների մեծ տեսականի, նաև հյութերի լայն տեսականի, որոնք բոլորը փաստում են եւ խոսում են տնական համի ու հոտի մասին, ինչպես նաև գինու գործարանը առանձնանում է իր անմահական գինիներով, որոնք հայտնի են ոչ միայն մեզ հայերիս այստեղ հայաստանյան շուկայում, այլև Հայաստանի Հանրապետությունից դուրս արտահանվում է եւ դրսում եւս շատ սիրելի է։ Համաձայն եմ քեզ հետ, հյութերը հատկապես չենք կարող չնշել եւ էլի նշենք, որ այսօրվա ուտեստը մեզ էլի օգնեց ուրեմն Իջևանի գինու եւ պահածոների գործարանը, որովհետեւ օգտագործեցինք մարինացված սունկը եւ իհարկե լոլիկի ճիրը։ Ահա պատրաստ է նաև համարյա։ Մենք դեռ չմոռանանք, որ այստեղ պետք է թթվասեր եւս ավելացնենք։ Ահա տես ինչքան հագեցնող եւ խիտ ուրեմն բաղադրատոմս է սա, այսպես կարելի ասել, որովհետեւ թե թթվասեր կա, թե կաթ կա, թե չգիտեմ, պանիր ենք օգտագործել։ Ես կարծում սոուսի գործընթացը շատ արագ է, չէ՞ ստացվելու մեզ մոտ։ Մենք արդեն համեմունքները ավելացրեցինք մեր շատ սիրելի էլոլա ապրանքանիշի թթվասերը։ Այո, հիմա արդեն պետք է սա տեղափոխենք համապատասխան տարայի մեջ։ Ահա այնտեղ ես տարա եմ պատրաստել։ Ահա, այսպես միան խառնեցինք սիրելիներս եւ իհարկե կլցնենք մեր դու ահա շնորհակալ եմ որտեղ բացեցիր ինձ համար, այո, սիրով։ Հիմա սա լցնում ենք մեր, այսպես անեմ, որպեսզի տեսանելի լինի։ Հրակայուն ափսեի մեջ։ Հրակայուն։ Ես այն կարող եմ նույնիսկ դնել տաք գազօջախի վրա, որ եթե բան չի լինի։ Եվ պետք է ավելացնենք այս խխունջիկները սոուսի մեջ, ճիշտ է։ Խխունջիկներ այսպես փորձեմ տարածել եւ իհարկե խխունջները այստեղ սիրուն գեղեցիկ տեղադրում ենք։ Իմիջիալոց սիրելիներս, այստեղ եթե ավելացել է կներես, խնդրեմ սա։ Այո, այստեղ ավելացրել է մենք մի քանի խխունջիկներ ունենք ավելացած, կարող ենք սրանք էլ տեղափոխել կաթսայի մեջ, այսինքն մեր այս համապատասխան իհարկե, որովհետև հետո երբ պանիրը ցողենք այս ամենի վրա եւ այն տեղափոխենք ջերակի վրա, ջեռոց, այո, այդ դեպքում կարծես թե չի զգացվի, որ խխունջիկներն են միջուկով, որոնք ոչ։ Այո, դա բոլորովին էական չէ, ես ինչու առաջարկեցի այս տարբերակը, որպեսզի հեռուստադիտողը խոճապի չմատնվի, եթե ինչ-որ բան է ավելացել, սիրելիներս։ Հիմա մեր գեղեցիկ խխունջիկները այսպես տեղադրենք արանքներում եւ իհարկե վրան ցողենք պանրով։ Անպայման պանիրել ենք օգտագործելու, տեսեք որքան գեղեցիկ է ստացվելու, սիրելիներս։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, եթե հարմար, իհարկե այսօր այդ օրը չէ կարծես անձրև է գալիս եւ երևի թե շատերը կալար են տանից դուրս գալ։
Բայց մոտակա օրերին կարող եք այս գնումները կատարել եւ Կարծում եմ համեղ սնվելու համար այո, երբեք կարժե ալարել չէ։ պետք չէ։ Պես որ դուրս եկեք։ Համաձայն եմ եւ դու Շատ արդեն արագ կարող ես, հիմա, այո, ընթացիկ, սա ես հասկանում եմ, որ ժամանակի խնդիր ունենք, այո, բայց այսպիսի գեղեցիկ տեսք ունի մեր այսօրվա ուտեստը։ Ահա, կարող ես ավելացնել, համարյա ավարտեցինք մեր գործը։ Եվ կտեղափոխենք Այո, իհարկե անպայման։ ջերոց։ Կարծում եմ շատ գեղեցիկ է այն ստացվում եւ բնականաբար շատ համեղ։ Այո։ Կարող ենք արդեն ունենալ դադար եւ Այո, մենք սա կտեղափոխենք ջերոցի էլի հեռուստադիտողներ, հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք անպայման ու կշարունակենք մեր եթերը։ Բայ լույս եւս մեկ անգամ սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առաջին ծրագիրը եւ խոսելու ենք կրկին շատ հետաքրքիր նախաձեռնության մասին։ 90 երեխաներ իրենց հասակակիցների նման ուզում են խաղալ, շփվել, սովորել, ուզում են սիրված եւ ընդունված լինել բակում, դպրոցում եւ համայնքում։ Երեխաների ցանկությունը իրականություն է դառնում հույսի կամուրջում, ուր նրանց համար ստեղծված են զարգացման բոլոր հնարավորությունները, ուր նրանց սիրում են, հավատում եւ հույսներ շնչում։ Եվ այսօր մեր հյուրերն են Արմինե Ներսիսյանը, Հույսի կամուրջ հասարակական կազմակերպություն Իջևանի մասնաճյուղի տնօրենը եւ Վահե Արուստամյանը, ծրագրի օգնականը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի Ոնց լույս։ եք։ Լավ, շնորհակալություն։ Անցած անգամ մենք հանդիպեցինք եւ զրուցեցինք կապված ֆուտբոլի այդ հրաշալի միջոցառման, որը արդեն իրականացվում է, ես ինչքանով հասկացա։ Հիմա մի քիչ ավելի մանրամասնենք Հույսի կամուրջի գործունեությունը եւ ինչ նոր բաներ կան։ Հույսի կամուրջը ստեղծվել է 1996 թվականից եւ 2000 թվական Երևանում եւ 2000 թվականից Տավուշի մարզում։ Կազմակերպությունը կենտրոններ ունի երեխայի զարգացման եւ սոցիալական ներառման Տավուշի մարզի 4 քաղաքներում՝ Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում եւ Բերդում։ Մեր հիմնական առաքելությունը աշխատել հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների հետ, նրանց ընտանիքների հետ, ապահովելու նրանց սոցիալական ներառումը, նրանց կրթության իրավունքը, իրավունքների պաշտպանությունը եւ շահերի պաշտպանությունը։ Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք կրթել սերունդներ, հաղթահարելով շատ դժվարություններ, որովհետև հաշմանդամությունը որպես խնդիր, հասարակությունը ավելի շատ ընկալել է առողջապահական դաշտում, սակայն սա ավելի շատ սոցիալական հարց է եւ կարիքը կար, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաները հենց իրենց տարիքում հաճախեն նախադպրոցական հաստատություն, հարակրթական հաստատություններ, ստանան կրթություն եւ ի վերջո կարողանան ապրել բոլորի հետ հավասար իրենց համայնքում։ Եվ մեր կազմակերպությունը օգնել է այս ընտանիքներին, որպեսզի երեխաները կարողանան ներառվել ու սոցիալական ներառումը իրականություն դառնա հենց իրենց համայնքում։ Ավելի շատ կենտրոնացումը այսօր նաև մենք տեսնում ենք եւ շոշափելի է դառնում հենց Տավուշի մարզում։ Այո, կազմակերպության ծրագրերի մեծ մասը իրականացվում են Տավուշի մարզում։ Ինչ ենք անում, որն է մեր դերը։ Առաջինը աշխատում ենք ընտանիքների հետ։ Ինչքան էլ այսօր սոցիալական ցանցերում շատ ինֆորմացիաները կան, սակայն դեռևս իրազեկությունը ցածր է եւ հասարակության շրջանում եւ ընտանիքների շրջանում հաշմանդամության ընկալման շուրջ։ Հենց փոքր հասակից երեխաներին ծառայություններ տրամադրելու շուրջ եւ մենք աշխատում ենք դաշտային աշխատանք ենք իրականացնում համայնքներում գտնելու երեխաներին աշխատելու համայնքի բոլոր պատասխանատու կառույցների հետ առողջապահական ոլորտի, կրթական ոլորտի, սոցիալական ոլորտի ընտանիքների հետ աշխատելու ծնողական կրթություն անելու, որը չափազանց կարևոր է։ Մենք գիտենք, որ հաշմանդամություն ունեցող երեխայի ընտանիքը արդեն իսկ սոցիալական կարիք ունի եւ աջակցության կարիք ունի եւ կազմակերպությունը իմանալով այդ ընտանիքի մասին միանգամից իր բոլոր գործողությունները սկսում է իրականացնել, ներգրավելով համայնքի պատասխանատու օղակներին։
Մենք իրականացնում ենք համայնքային ծառայություններ, բացի դա կազմակերպությունը նաև պետության կողմից պատվիրակված ծառայություններ է մատուցում, կրթության կազմակերպման, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ Տավուշի մարզում։ Այսինքն սրանք կրթությանն աջակցող ծառայություններ են, մասնագիտական, որոնք օգնում են երեխաներին ստեղծելու այնպիսի միջավայր, որ յուրաքանչյուր երեխա, այդ թվում հաշմանդամություն ունեցող երեխաները անվտանգ, մատչելի կարողանան ներգրավել կրթության մեջ եւ ստանան կրթություն իրենց կարողությունների սահմանում։ Բացի դա նաև իրականացնում ենք վերականգնողական ծրագրեր, այսինքն այստեղից օգտվում են այն երեխաները, ովքեր ունեն տարբեր մասնագիտական ծառայությունների կարիք, կլինի ֆիզիոթերապիա, կլինի էրգոթերապիա, կլինի լոգոպեդի ծառայություն։ Այս ծառայությունները երեխաները ստանում են կենտրոնում անվճար հիմունքներով։ Այս պահին ունենք 152 երեխա, սա խոսում եմ Իջևան քաղաքի մասին, բայց մենք մարզում ասացի, որ ունենք եւս 3 կենտրոն։ Իջևանի կենտրոնում ծառայություններ ստանում են 3-ից մինչև 18 տարեկան երեխաները, 152 երեխա դպրոցական տարիքի եւ 29 երեխա նախադպրոցական տարիքի ստանում են մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ եւ վերականգնողական ծառայություններ։ Ես գիտեմ, որ երեխաների ժամանցը եւս ապահովում եք, ոչ միայն այն կարևոր կետերը, որոնք հենց նոր նշեցիք, ժամանցի առումով ինչ միջոցառումներ կան, ինչպես են իրենք համախմբվում։ Ունենք մի շարք տարբեր ծրագրեր, որոնք իրականացվում է կազմակերպության կողմից, ինչպիսիք են օրինակ բանավեճի ակումբները, շրջիկ թատերական խմբերի ներկայացումները, ինտելեկտուալ խաղմրցույթների, շախմատի, նաև ինչու՞ չէ նաև այսպիսի էքսպերիմենտ էին կարել զույգ շախմատ, որտեղ խաղում էին մեկ շախմատ իմացող եւ մեկ շախմատ չիմացող, բայց ցանկացող երեխա ընկերական փոխօգնությամբ, այսինքն շախմատ խաղում էին 4-ով։ Ժամանցը կազմակերպում ենք նաեւ համայնքում գործող տարբեր կառույցների հետ համագործակցություններով, այցելություններ, էքսկուրսիաներ, փորձի փոխանակման տարբեր ծրագրեր, թատերական ներկայացումներ փորձում են երեխաները իրենք բեմադրել, ներողություն, որի վրա աշխատում ենք հիմա, շուտով կունենանք նաև Չարի վերջ խորագրով թատերական ներկայացում ապագայում եւ այս պահին նաև ունենք բարեգործական թատերական ներկայացում տուր ձեռքդ խորագրով բարեգործական թատերական ներկայացման նպատակն այն էր, որ այդ թատերական ներկայացումից ստացված շահույթը ուղղվեր 90 հաշմանդամություն ունեցող երեխայի վերականգնողական ծառայությունների ապահովմանը, որի համար էլի համայնքային ուժերը փորձեցինք գործադրել, համախմբել եւ դիմելով Art-Studio թատերախմբին ստացանք հավանություն եւ արդեն ապրիլի 13-ին կունենանք մեր տուր ձեռքդ բարեգործական թատերական ներկայացումը։ Շատ կարևոր է նման իհարկե գաղափարներ իրագործելու ընթացքում ծնող եւ հասարակական կազմակերպություն փոխվստահությունը, որովհետեւ ամեն անգամ չի, որ ծնողը պատրաստ է վստահել իր երեխայի, չգիտեմ, կրթությունը կամ չգիտեմ երեխայի հետ կապված բոլոր լուծումները նրա ժամանցի հենց հասարակական կազմակերպությանը։ Մինչեւ մենք սովորենք եմոսը, մինչեւ լրիվ չենք վստահում, չենք գնում արդեն փոխ համագործակցության։ Ոնց է սա կազմակերպում, ոնց է կայանում այս դիալոգը։ Այո, ամենադժվար փուլը սա է, գտնել ծնողին եւ ստանալ նրա վստահությունը։ Այս առումով մենք ծնողական կրթություն ենք իրականացնում ամենաառաջինը։ Խոսքը վերաբերվում է հենց հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին, որովհետեւ առանց այդ էլ մինչեւ մեզ հասնելը իրենք տարբեր դռներ են թակում առողջապահական, իրենց կարգավիճակի, սոցիալական եւ իրենց պետք է մեկը, ով իրենց կօգնի, կիրազեկի, ինչու՞ չէ նաև իրենց հետ առաջ կգնա որոշակի հարցեր լուծելու համար եւ նաև կունենա համապատասխան վերաբերմունք իր նկատմամբ եւ իր բալիկի նկատմամբ։
Սա էլ շատ կարևոր է, որովհետև հաշմանդամության պարագայում մենք այդ խղճահարությունը չենք ցուցաբերում, ընդհակառակը մենք ծնողին ուժ ենք տալիս, որ մենք ձեր կողքին ենք եւ միասին կարող ենք հաղթահարել։ Ցույց ենք տալիս իր երեխայի ուժեղ կողմերը, ցույց ենք տալիս այն պայմանները, որի կարիքը իրենք ունեն, եւ եթե այդ պայմանները ստեղծվեն, երեխաները իրենց դժվարություններով հանդերձ կարող են ներգրավել թե կրթության, թե սոցիալական, թե համայնքային բոլոր միջոցառումներում։ Իհարկե դա ժամանակ է պետք դրա համար, այդ իսկ պատճառով մենք շատ ենք աշխատում հասարակության եւ պատասխանատու օղակների հետ եւ մեր աշխատանքի արդյունքում զուգահեռ ծնողը մասնակից է դառնում այդ process-ներին եւ երբ որ տեսնում է որ մենք իրենից մեկն ենք իր հետ պայքարում ենք իր իրավունքների պաշտպանության համար ինքը դառնում է մեզանից մեկը եւ մենք միասին կարողանում ենք երեխայի համար կազմել այն զարգացման պլանը, որով առաջնորդվում ենք եւ այդտեղ բնականաբար ամենակարևորը ծնողի ցանկությունն է, որովհետև եթե ոչ ծնողը, ապա ելով պիտի իր երեխայի համար որոշումներ կայացնի։ Ցանկացած միջոցառում, ցանկացած ծրագիր իրականացնելուց առաջ մենք աշխատում ենք ծնողի հետ, իրազեկում ենք նրան, թե ինչ նպատակ ունի այդ ծրագիրը, ինչու է կարևոր, որ իր երեխան դրան մասնակցի եւ ծնողը ինքը մասնակցում է նաեւ ծրագրի իրականացման ընթացքում։ Իհարկե, ընթացքում լինում են նաեւ ընտանիքներ, որոնց հետ անհրաժեշտ է բավականին երկար աշխատել, գտնել համայնքային կառույցներ, որոնք գուցե նաեւ ներգրավում են այդ process-ում, բայց երեխան առաջնային աջակցության կարիքը ունի։ Ցավոք սրտի կան ընտանիքներ դեռևս, որտեղ դեռ կարծրատիպերը կան, փոքր համայնքներում սա շատ ավելի տեսանելի է, որ չիմանան, հա, մենք ունենք այդ հաշմանդամություն ունեցող երեխան, իրենց հետ էլ գնում է այլ իրազեկության, հա, պայքար, որ ընտանիքը ընդունի եւ երեխային դուրս բերի ընտանիքից դեպի հասարակություն համայնք։ Իսկ նման ծրագրերը օգնում են, որպեսզի երեխաները նաեւ ընկերներ գտնեն։ Ամենաառաջնային պայմանը սա է, այո։ Դրա համար մեր բոլոր ծրագրերը իրենք ներառական, այսպես խումբ են, այսինքն ամենատարբեր երեխաներ համայնքի ներգրավված են ծրագրերում, ոչ միայն հաշմանդամություն ունեցող, այլ իրենց դասընկերները, իրենց համայնքի երեխաները եւ իրենք միասին խաղում են, միասին պայքարում են, միասին սովորում են։ Մենք երբ որ կազմակերպությունը նոր էր ստեղծվել եւ կամաց կենտրոնները ստեղծվեցին, մենք այդ կարգախոսը շատ ենք օգտագործում, հա, երեխաները ապրելով, սովորելով միասին, սովորում են ապրել միասին։ Այսինքն իրենք փոքր հասակից երբեք չեն նկատում միմյանց դժվարությունները եւ այդպես մեծանալով մենք ստեղծում ենք այդ ներառական միջավայրն ու համայնքը, որտեղ իրենք ավելի ուրախ, զվարթ, բոլորի պես հավասար ապրում են։ Շատ կարևոր գործ եք անում, ուզում ենք մաղթել հաջողություն, մենք էլ միշտ ուրախ ենք լինել ձեր կողքին եւ լուսաբանել այս ամենը եւ իրազեկել, այնպես որ շնորհակալ ենք ձեզ այս հրաշալի նախաձեռնությունների համար եւ ուզում ենք ձեզ նվիրել Իջևանի Սափոր Ռոզեգինին, որպեսզի առիթները շատ լինեն նշելու, իսկ նշելու դեպքում իհարկե Իջևանի գինու հետ միասին։ Եվ էլի Տրամոնտինա բրենդի կողմից խոհանոցային պարագա, որը հաստատ կթեթևացնի ձեր հոգսը խոհանոցում եւ համեղ բաներ կպատրաստեք արդեն հյուր եկող երեխաների համար։ Շնորհակալ ենք ձեզ, որ առավոտ եկաք մեզ մոտ եւ լուսաբանեցիք եւս մեկ անգամ այն կարևոր պրոյեկտների ու գործերի մասին, որն իրականացնում եք։ Շնորհակալություն։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա ես արդեն ջեռոցից հանել եմ մեր շատ գեղեցիկ, համեղ, օգտակար այսօրվա բաղադրատոմսը, այսինքն ուտեստը, ինչը որ առաջարկեցի ձեզ եւ ուզում եմ հիմա մեկ կտոր փորձենք տեղադրել մեր ափսեի մեջ, տեսնենք կստացվի թե ոչ, ահա տեսեք որքան գեղեցիկ է, հրաշք, ահա այսպես եւ մեկ կտոր էլ ավելացնեմ, այստեղ զարդարենք սամիթով, ես ունեմ կտրատած սամիթ, եւ իհարկե վայելենք օրվա բաղադրատոմսը, լավ սնվեք, լավ հագնվեք, միշտ ապեք ամառային հագուստի անցնել, հետևեք ձեր առողջությանը եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում, կհանդիպենք։
Մենք էլ քեզ ենք շատ սիրում, մեր շատ սիրելի Ադրինե, համեղ պատրաստել ես, քիչ հետո արդեն եթերը կավարտենք եւ միասին կճաշակենք այդ համեղությունը եւ չենք մոռանա այս ամենին ավելացնել նաեւ այն համեղ կոմպոտները, որն առաջարկում է Էջևանի գինու գործարանը, ներկայացնելով նաեւ լայն տեսականի գինիների եւ պահածոների։ Այո, եւ գինու հետ չենք մոռանում իհարկե պանիրների մասին, իսկ պանիրների լայն տեսականի, ինչպես նաեւ անարատ կաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Եվ չմոռանանք Տրամոնտինային, ով պատրաստ է միշտ գալ օգնության իր լայն խոհանոցային պարագաներով, որոնք հասանելի են ոչ միայն սիրողական խոհանոցում, տանը, այլ նաեւ ռեստորանային պրոֆեսիոնալ ոլորտում։ Հիշենք, որ ունեն հատուկ ծածկույթ, որը թույլ չի տալիս, որ պարագաներն իրենց վրա հավաքեն թունավոր բակտերիաները։ Ձեր լավագույն առիթներն էլ վստահեք բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Եվ չմոռանաք, որպեսզի լինեք արագեղեցիկը, անպայման այցելեք Master Right Barbershop-ը, որը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում, որտեղ պատրաստ են բարբերների պրոֆեսիոնալ թիմը ձեզ դարձնել ամենագեղեցիկ եւ հատուկ շնորհակալություններս արտակին։ Իսկ ոճային եւ տարբերվող կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին։ Այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ ձեր գարնանային լուքերը գտեք Դաֆնի խանութսրահների այս 2 շատ էսթետ խանութսրահներում։ Եվ չմոռանանք, որ առջևում իհարկե վերջին զանգի այդ հրաշալի տոնակատարությունն է, որը յուրաքանչյուրիս համար ունի հատուկ նշանակություն։ Շատ կարևոր են նաև այն բառերը, որոնք այդ օրերին կնվիրեն ոչ միայն ուսուցիչներին, նաև աշակերտներին։ Այդ շատ գեղեցիկ բառերը, շատ գեղեցիկ եւ սիրված երգի տողերով կհայտնվեն արևբացիկներում, որոնք արդեն իսկ հասանելի կդառնան բոլոր շրջանավարտներին։ Բացիկները հարցրեք Kaiser սուպերմարկետում եւ իհարկե ծաղկաշատ վայրերում քաղաքի։ Շատ սիրելի հեռուստադիտողներ, ձեզ մաղթում ենք հաճելի ու դրական երեքշաբթի եւ թող եղանակը չազդի ձեր տրամադրության վրա, իսկ մենք վաղը առավոտյան կհանդիպենք նույն տեղում, նույն ժամին։ Իսկ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր Սիրով